Այս ժամը որտեղ է, այստեղի ժամը որ կար։ Այն ժամը որ կար, որ միացնում եք։ Բարև տեք, շնորհակալություն, բարև ձեզ, նախ պարոն Գալջան, ես միջև այդ որ ձեզ երբևիցե չէի մեղադրում հովանավորչության մեջ, հիմա մեղադրում եմ շատ ուղիղ, ինչի համար ասեմ, մեղադրում եմ բոլոր նստած ԿՊ-ականներին, որտև Լիլիան Արմ ընկերությունը, որը որ խուսափեցիք քննարկել, ուղիղ ԿՊ-ական ընկերություն է, ինչի համար ձեր ցուցակով ավականու թեկնածու է, խորհուրդ կտամ, եկեք ձեզ վերցնեմ, տանեմ Երևանյան լիճ, տանեմ Նանսենի այգի, տանեմ 105 մակապարտեզ ու մոտակա իմ եթերները ուշադիր կնայեք ինչ խայտարակություն եմ իհայտ բերել։ Այդ կարճ, որ դուք դեմ եղաք, որպիսի ձեր ընկերությունը, ձեր ավականու թեկնածու ընկերությունը խայտարակությունը անում։ 2.5 միլիոն դոլար էլ հազայեք ուզում տանել տար։ 300 միլիոն 105 մակապարտեզի վրա մսխե բարից ուղիղ իմաստով։ Վիդեոները կնայեք, այդ համակարգը կուրացիան դուք եք, պարոն Հովհաննիսյան։ Նոր հերոս իմ դուք եք լինելու այդ Լիլիան Արմի ու մանկապարտեզների խայտարակ վիճակի համար։ Հիմա շարունակեմ ես ձեր խայտարակ պլանավորման մասին։ Պարոն Փամբուխչյան, պլանավորելը խայտարակություն է, հասկանում եք, եթե դուք սխալ ես պլանավորում։ Հիմա Երևան ավտոբուսի օրինակը ձեզ բերեմ ու Թերսելի բյուջեն հաստատելու ժամանակ շուրջ 20 միլիարդ դրամ պլանավորել եք, որ պիտի հավաքագրեք։ Զուգահեռը տանում եմ նաև այս աղբանության սխալ պլանավորելու հետ։ Ուրբաթ օրը մեր գործընկերներից մեկի Վահան Ավագյանի հետ եղել ենք տեղեկատվական տեխնոլոգիաներ ՊՕԱԿ, աշխատանքային այցով։ Ինչ ուզում ա լինի, իմ համար ընդհանրապես կապ չունի, դուք եք պարոն Գրիգորյան, եղել ենք պարոն Գրիգորյանի մոտ, ինչ փաստ ենք արձանագրել, ժողովուրդ ջան, խայտարակություն։ Անցյալ տարի այս ժամանակաշրջանում, երբ որ միայն Երևան ավտոբուսը 100 դրամներով ու ձեր մեղադրանքով, որ ավտոբուսի շոֆերները փող էին գողանում, օրեկան 28 միլիոն փող էին հավաքում, պարոն Փամբուխչյան։ Մի հատ խնդրում եմ թուղթու գրիչով գրեք, իրար հետ նայեք, վերջում դուք ձեր կարծիքը ասեք։ Չեք ուզում գրեք, ձեր չի տալիս, ոչինչ։ Հիմի շարունակեմ։ Հիմի ժողովուրդ ջան, թանկացել են այս մարտիկ տրանսպորտը, 20% մասնավորը դուրս է եկել, պարոն Հովհաննիսյան, դուք մի քիչ տնտեսագիտության հետ կապ ունեք, դուք էլ հաշվեք։ 20%-ը դուրս է եկել, ավելացել է, ժողովուրդ ջան։ Պետք է գումարն ավելանար։ Օրեկան մետրոյով երթևեկում է 75-ից 80 հազար ֆիքսված տուրնիկետով անցնող մարդիկ։ Okay, 10,000-ն ասենք այն անվճար ժողովուրդ են երթևեկում։ 70 հազարը բազմապատկում ենք, պարոն Գալջան, հաշվեք 150 դրամով 10 միլիոն դրամից ավել է լինում։ Էլեկտրատրանսպորտն էլ բոնուս սուրեն Գրիգորյանին։ Օրեկան հավաքում եք 33 միլիոն, այն պարագայում 10 միլիոնը հանում եք մետրոն, էլեկտրատրանսպորտը ձեզ փեշքեշ 20%-ը մասնավորը դուրս եկե դուք տեղն եք մտել։ Իսկ այն ժամանակ, երբ որ ավտոբուսի շոֆերները 100 դրամը վերցնում տանում ու ասում եք գողանում եք, 28 միլիոն էր հավաքվում։ Հիմա հարց եմ տալիս, կամ ժողովուրդ ջան, մի նեղացեք, գրագիտության խնդրեմ ունեք դուք, որովհետև այդ փողը կորում է։ Այսինքն թերսելը գալիս է, մեջ անում է, գնում է, կամ ուրիշ խնդիր։ Հա, իմիջալյոց Տիգրան Ավիյանը ավանդույթ է սարքել ելույթների ժամանակ հեռանալ։ Իրան մի հատ տեղեկանք եմ սարքել, սպասում եմ գա իր երեսին ելույթ ունեմ անելու, որ ելույթ ունենամ։ Ամեն անգամ եղավ մի քանի ամիս է երբեք չի հարմարվել, որ այս վիճակում լինենք։ Հիմա հարցը հետևյալն է, այդ որ դուք պլանավորել եք 21 միլիարդ հավաքել, ու արդեն ձեր մոտ սենց կոլապս է, այսքան փող է կորում։ Այդ մանկապարտեզները որ չսարքեն, փող չլինի, դրա պատասխանատու ով է լինելու։ Պարոն Հովհաննիսյան, սենց մի նայեք ինձ, հստակ ասեք, ով է լինելու։ Չէ, մի հարց եմ տալիս, դուք պլանավորել եք 20 միլիարդ լինել, այսօրվա ելույթս զապիս արեք, մոտներդ պահեք, տարվա վերջ համոզեք, մինիմումը 6-ից 8 միլիարդ փող եք թերակատարելու, դրա պատասխանատվություն կրողն ով է լինելու, այդ թերսելը ոչ բարևով բերեցիք կապեցիք մեր գլխին, ու այսքան չարիք է բերել, դրա տերն ով է լինելու, նորմալ երկիրն եք ոտից կկախեին այդ պատասխանատուին։ Հիմա այդ նույն բանը աղբանությունն է, բերել եք դուք ինչ-որ մի բան, ու սկսում եք ասել, էսի սխալ են կարեցի, ճիշտ են կարեցի, սխալ են կարեցի, հետո, պարոն Փամբուխչյան, ես ձեզ խնդրում եմ բարեկամաբար, հետևեք, նայեք ով որ վատ է պլանավորում,
չխեղդեք դրանց, ուրեմն իրանց տեղում չեն։ Սխալ պլանավորում ավելի մեծ չարիք է։ Խնդիրը այնի չի, որ նա այս պլյուս մինուս նեսի լինի։ Ձեզ նորմալ, մի տարի, ամենապրիմիտիվ բանն ասեմ, երբ որ գալիս է ավականու նիստին, փողկապով էի գալիս, հարգում է ինստիտուտը, բայց երբ որ նամակ ես գնում քաղաքապետարանին ու քաղաքապետարանը բարիս ուղիղ իմաստով իրան ձեռը առնում, որտեղ նամակներին չի պատասխանում, հասկանում ես, որ դրանից հետո նույնիսկ սպորտային հագուստով կարող ես գալ ստեղ, որովհետև այդ մարդիկ են ստիպում, որ հարգանքը մեռնի իրանց նկատմամբ։ Պարոն Գալջան, դուք առնվազն պետք է կողմ քվեարկեք, որ այդ Լիլիան Արմի հարցը միասնեղ ստեղ քննարկենք։ Ես քանի որ դուք եք վարում, չեմ նույն րոպեին ձենը կտրում եմ, գնում նստում եմ, հետո առիթ կունենամ, պարոն Փամբուխչյան։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Արշակ Սարգսյան։ Պարոն Փամբուխչյան, արտահերթ ելույթով կարող եմ Արտահերթ ելույթով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդես կգա։ Պարոն Մանուկյան, ճիշտն ասած ուզում էի այն դետալների շարքում, որ ձեր համար կարևոր չեն, դե պոակա ինչա, բայց այս վերջի դետալն էլ պարոն Գալջանի հետ կապված, բայց տեսեք ներողություն խնդրեցիք, դա չեմ բարձրաձայնում։ Չեմ ասում նեղվեցիք։ Իմ ու ձեր տարբերությունը այնա, որ ես կանոնակարգը գիտեմ, տեղից չեմ գոռում, դուք չէ։ Հիմա Պարոն Մանուկյան, տեսեք, ասում եք, այդպես պոակա ինչ է, դուք հասկանում եք, ես ինչ-որ պայից սկսած ուղղակի դադարել եմ ձեր հաշվարկներին անդրադառնալ, ոչ թե նրանից, որ դրանք խիստ հիմնավոր են, այլ որտեղ հասկացել եմ, որ դա անիմաստ է, որովհետև դուք բացարձակապես հետաքրքրված չեք հասկանաք, դուք ճիշտ եք ասում, թե սխալ եք ասում, դուք ուղղակի ինչ-որ թվեր եք տեղ-տեղ հորինում, որը ձեզ բանը, տեսեք, ես շատ կոռեկտ եմ ոչ մեկ չի խանգարել։ Չէ, ես շատ կոռեկտ եմ արտահայտվում, հորինելը ոչ ցենզուրային բան է, ոչ եւ այլն։ Դուք այնպես բաներ եք ձեզ թույլ տալիս դրանից տասնապատիկ ավել, որ մենք սկսենք վիրավորվել, նիստը երևի անընդհատ կընդհատվի, հենց որ մի ընդհատեք ինձ։ Ու մի բան էլ ձեզ ասեմ, այդ անընդհատ դետալները երբեմն